Երբ քաղաքականները կկարոզեն ու հոգևորականները գլրեն։ Սիրեներ, երբ վարդապետությունը գլքե սրբությունը, իսկ ուսուցիչը կտատրի տեսնել ու լսել Աստծո ցայնը, անգե վերածվի քեղաքեդությամբ գրած թադարք ջարողը։ Եվ երբ այդ վիճակի մեջ գլա եկեղեցին, Աստված ստիպված է նոր ցայն բարձրացնել, այս անգամ ոչ թե ուխտված վարդապետներու բերանեն, այլ հասարակ եւ երբեմն անագնգալ անձերը։ Քաղաքականները այսօր Հայաստանի մեջ վերստին կսկսին հնչեցնել Քրիստոսի պատգամը, երբ հոգևորականները կոչած են իրենց շրթունքները, եւ ոչ միայն շրթները, այլ սիրտերն ալ գարձես քարացած լան ցայնազուրկ աստվածազուրկ։ Ինչ կբադահի, երբ վարչապետը կհրավիրե ժողովրդին բահք բահելու, աղոթքով ապրելու, ներելու եւ համբերելու։ Մեր սովորական պատկերացումով սա պիտի լա հոգևոր առաջնորդի մը գոչ, բայց ոչ։ Այդ գոչը այսօր եկած է պաշտոնական հարթակներեն, խորհրդարանեն, անգամ մամլո ասուլիսեն։ Ու դուք հոգևորականներ լրած եք։ Լրեցինք այն օրը, երբ ասկի մեծամասնությունը բարակդված էր եւ սիրտը գվարեր։ Լրեցինք, երբ ժողովուրդը իր աղոթքի ցայնը չգտնելով եկեղեցու մեջ, դարձավ քաղաքական ճամփաներու կողմ։ Լրեցինք, երբ Քրիստոսի հոգին գոչ կներ սրբելու, մաքրելու, դարմանելու եւ դուք նախընտրեցիք քարանալ։ Եվ այսօր, երբ մարդիկ կփնտրեն լույս, դուք մատուցեցիք խորհրդանշական գաշարկներ։ Երբ մարդիկ աղոթք կփնտրեն, դուք բեմ բարձրացաք զրբարտություններով։ Եվ երբ անոնք զղջում կսպասեին, դուք ադելություն քարոզեցիք։ Հիմա տեսեք պատկերն ու ամոթն ըմբռնեցեք։ Քաղաքական դաշտի մեջ մարդիկ կգանքնին ու գսեն. ես չեմ կարող առաջնորդել, եթե աղոթք չունիմ, իսկ եկեղեցին գսե, թող անլրե, թող հրաժարի, դա մեր գործն է։ Բայց դուք չկատարեցիք ձեր գործը, անիկա կատարեց այն, ինչ դուք չրիք։ Երբ հոգևորականը, որում գործն է խոնարեցնել ժողովուրդը Տիրոջ առջև, գվախնա խոսիլ, որ իր բադիվը չվնասվի, կամ թիրքը չգործվի, այդ ադեն այլևս խոսքը գործընծուցած է իր հոգևոր ուժը։ Հոգևոր խոսքը ուժեղ չէ, որովհետև ասպետական է, այլ որովհետև ճշմարտությունը գսե, բայց դուք սրբազաններ ու վարդապետներ, ընտրեցիք ոչ թե ճշմարտությունը, այլ հանդարտությունը, ոչ թե սրբազան խիզախությունը, այլ հոգևոր վախկոտությունը։ Եվ այդ վախը դարձավ ձեր ճակատագիրը եւ ձեր դատապարտությունը, որովհետև Աստված այն ժամանակ գլքե քահանան, երբ ան գլքե ճշմարտության ճանապարհը։ Իսկ հիմա, երբ այդ ճանապարհին վրա կանգնած է վարչապետը եւ ոչ վարդապետ, ժողովուրդը դեպի իրեն կդառնա, քանզի ժողովուրդը կփնտրե ոչ անուն, այլ հոգի, ոչ սկեստ, այլ լույս։ Եվ այն, որ լույս կարձակե, ալ կարևոր չէ, թե վարչապետ է կամ խոհարար։ Իսկ դուք հոգևոր գոչումով օծյալներ, ձեր լույսը բահեցիք բահարանի մեջ, խավարի բահեստի մեջ։ Եվ երբ այդ լույսը դուրս եկած չէ ձեր կերեն, Աստված տվավ ուրիշին, որ պիտի խոսի։ Քանզի ճշմարտությունը քոչ չի մնար, եւ եկեղեցին չի գտնար լրացնել այն, ինչ Աստված որոշած է բացահայտել։ Ու երբ եկեղեցիներու մեջ քարոզներ չեն լսվիր այլևս, քաղաքական բեմեր կդառնան քարոզարան։ Սա է սարսափն ու ողբերգությունը, բայց նաեւ Աստուծո վճիռը, որովհետեւ Աստված միշտ կգտնե բերամը, որ կհնչեցնե իր ցայնը։ Եթե կաթողիկոսը չսեր, Աստված կգտնե մանուկը, կամ թե քաղաքականը,
եւ գսե այստեղ եմ։ Եվ դուք կմտածեք, այս մարդը ինչու գխոսի մեզ մելավ։ Գիտեք ինչու։ Որովհետև Աստված հետն է, որովհետև ան աղոթած է, որովհետև ան իր դունը փոխած է վանքի, որովհետև ան վստահած է ոչ թե իր իմաստության, այլ Աստուծո սիրույն։ Այդ մարդը գարենալու է մաքրել գեղդոտ վայրել, որովհետև ունի ավետարանական չափանիշներ, իսկ դուք սրբազաններ գծաղրեք այդ չափանիշները։ Քանզի երբ ադելությունն է իշխողը, այն է, որ թողուցիկ դուք ծեր յետև, իսկ Աստված ընտրեց, որ լույսը անցնի անգե, ու սեր գա և աղոթք։ Եվ դուք գուզեք վերադառնալ, ժամանակ է այժմ, եթե գուզեք։ Ներկա ժամանակը ապաշխարությանն է։ Եկեք ձեր պատգամավորական նստարաններեն ցած իջեք և մտեք աղոթքի մեջ։ Վերջապես ժողովուրդը անգիտագից չէ, անդեսավ թե ով է ինքզինք բահած Տիրոջ ճամփուն վրա և ով չէր։ Անդեսավ թե ով գխոսեր Աստծո անունով միայն ընտրություններու ժամանակ և ով գխոսի Աստուծո անունով ամեն օր անհատապես։ Եվ եթե այս ժողովուրդը վստահեցավ այն մեկուն, որ օձյալ չէր ձեր հասկացողությամբ, բայց օձյալ էր ըստ Աստծո հոգիին, այդ նշանակում ունի։ Ան կվգայե, թե Աստված նոր ժամանակներ կբանա, և դուք, եթե չուզեք այդ նոր ժամանակներու մեջ մտնել, պիտի մնաք անցյալի մեջ, ուր օծությունը կգործվի, սրբությունը կմեռնի և հավատքը կդառնա ռամկություն։ Ժողովուրդը սկսած է դարբերել սուտը ճշմարտութենեն, քանզի ճշմարտությունը այլևս ցայն ունի։ Եվ եթե այդ ցայնը գլսվի քաղաքական անձնավորութենեն, ուրեմն այդ ցայնը պիտի առաջնորդե, որովհետև Աստված կընտրե առաջնորդ ոչ արտաքին տեսքով, այլ ներքին հավատքով։ Եվ թող ձեր սիրտը վկայե ձեր դեմ, սիրելի սրբազաններ։ Երբ տեսակ քաղաքական մարդը, որուն աչքերը գծորար աղոթք, միշտ ձեր աչքերում մեջ կայդակեր զայրույթ, երբ դուք ցույց տվիք բարկություն, ան ցույց տվավ հեզություն, երբ դուք բարձացաք ամբիոն, ան խոնարհեցավ, և երբ դուք սպրեցիք քննադատություն, ան սպրեց ներողամտություն։ Ուստի, այժմ է ժամանակը ձեր մեղքերուն գիտակից ըլլալու, ոչ թե ձեզ պաշտպանելու, այլ սրբվելու, քանզի արդարությունը գուկա այն կողմեն, ուր խոնարհություն կա, իսկ դուք մոռցաք խոնարհիլ, մոռցաք սիրել, մոռցաք աղոթել, իսկ քաղաքական մարդը, որ մե վախցաք, դարձավ հովիվի պես, գտած, պարզ, խաղաղ, լուսավոր։ Եվ եթե դուք չպապակիք փոխվիլ, Աստված նորեր պիտի ղրկե, նոր առաջնորդներ, որ պիտի առաջնորդեն ոչ թե ջարդար խոսքով, այլ կենդանի սրտով, և դուք, եթե չգալեք միասին, դուրս պիտի մնաք այդ երթեն, որովհետև Աստծո ճամփան պիտի շարունակվի առանց ձեզ, և ադիգա է ձեր վերջին զգուշացումը։